Հաղորդման գլխավոր հովանավորն է Ասեկոսե.am կայքը։ Հաղորդման գործընկեր, նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր, Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, երկրորդ հարկ, վայր, որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։ Նրանով հիանում են, նրան հաճախ քննարկում են, սակայն գրեթե երբեք չեն քննադատում։ Գուցե պատճառն այն է, որ գիտի ճիշտ բան խոսել եւ հակառակը տեղին լրել։ Հայրիկը ողջ էր, երբ ամուսնացար։ Չէ, մանուկ հայրիկի մահից հետո։ Հայրդ էստեղի գործն էր անում, էստեղի ներկարարները նրան ուստա էին ասում, նրանք էլ թաղեցին։ Թույլ տվեք, անցնեմ։ Խոսում եք անցնել։ Please, անցեք, բլաշ։ Անցեք, հայրիկս, անցեք։ Թեգը վիրասում է։ Հոш։ Բարև ձեզ Տիկին Խայրանյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հաղորդմանը մասնակցելու հրավերը։ Շնորհակալ եմ հրավերի համար, շատ հաճելի է։ Տիկին Խայրանյան, նորություն չեմ ասի, եթե նշեմ, որ շատերի համար դուք օրինակ եք, կնոջ։ Եվ հաճախ եմ հանդիպել մարդկանց, ովքեր խոստովանել են ինձ, որ սիրում են Նելի Խայրանյանին, բայց երբ հարցրել եմ, թե օրինակ որ ներկայացումն են դիտել, նրանք նշել են, որ նույնիսկ տեղյակ չեն։ Պարզապես նա կնոջ խորհրդանիշ է իրենց համար։ Հետաքրքիր է, ժամանակի ընթացքում փորձել եք վերլուծել, թե ինչու եք արժանացել նման սիրո։ Չգիտեմ, ես սերը հանդիսատեսի, եթե փորձեմ առանց սեթևեթանքի պատասխանել հարցին, զգում եմ իհարկե, դա անխոս մարդը զգում է իր հանդեպ վերաբերմունքը, հասարակության վերաբերմունքը առավել ևս անմիջապես դիպչում է մաշկիդ, երբևէ չեմ փորձել որևէ բան վերլուծել, սակայն ես սիրում եմ մարդկանց, ովքեր չափի զգացում ունեն, Եվ ես կարծում եմ շատերն են սիրում մարդկանց, ովքեր չափի զգացում ունեն։ Հիմա ես կարծում եմ գուցե դա է պատճառը, իսկ հասարակությունը, հատկապես մեր հասարակությունը, դա սիրում է եւ գնահատում է, անխոս։ Եվ սակայն սա շատ վտանգավոր բան է, որովհետեւ եթե հանկարծ դու քեզ մի օր մի պահ, մի վայրկյան թույլ տաս փոքրիկ շեղում անմիջապես հիասթափություն պիտի առաջացնես։ Ձեզ սիրողները հատկապես նշում են, որ դուք շատ կանացի եք։ Եվ կարծրատիպերից մեկի համաձայն այն կանայք, ովքեր այդպիսին են, ընկալվում են որպես թույլ եւ ավելի փխրուն։ Սակայն այս առիթով դուք բազմիցս եք խոսել եւ նշել եք, որ առհասարակ կանայք շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ։ Եվ կարծում եմ տեղին է մեջ բերել ձեր հետեւյալ միտքը։ Կինը ուժեղ է եւ ընտանիքի պահպանման գործում եւ ամենահասարակ կենցաղային հարցերում։ Եվ առհասարակ ամեն ինչում կինը միշտ թիկունքում է լինում։ Իսկ թիկունքը միշտ պետք է ուժեղ լինի։ Նա ով թիկունքում է, ուժեղ է։ Ես կարծում եմ, որ դուք դες հենց այդպեսին էլ ընկալում եք, սակայն հարց է առաջանում, երբ է եղել ձեր ընտանիքում այնպիսի փուլ, երբ հասկացել եք, որ իսկապես եղել եք այդ թիկունքը։ Ինձ դուր է գալիս թույլ լինելը եւ ես կարծում եմ որ ցանկացած կնոջ դա դուր է գալիս երբ դու թույլ ես եւ քեզ պաշտպանում են երբ դու օգնության կարիք ունես քեզ ձեռք են մեկնում եւ թիկունքը քո ապահով է սակայն ես կարող եմ պնդել իմ ասածները հաստատել կրկին անգամ ցավոք սրտի կյանքն այնպեսին է որ կինն է միշտ ուժեղ Եվ ցանկացած ամենապրիմիտիվ հարցով, եթե մոտենանք, հենց նույն ասենք հիվանդության հարցում կինը միշտ ավելի ուժեղ է, տան խնդիրներում կինն ավելի ուժեղ է, հասարակությունում խոսելի այսպես խավ որպես վերցնենք, եթե կնոջը, ես դրա հետ համաձայն չեմ, որովհետև խոսվում է միշտ նա ով ուժեղ է Երբ եմ հասկացել, ես նույնիսկ չգիտեմ, ես դա հասկացել եմ, թե չեմ հասկացել, ես դա տեսել եմ մեր ընտանիքում, ես տեսել եմ դա իմ մորից, ես դա տեսել եմ իմ սկեսրոջ մոտ,
երկար տարիներ ապրել եմ նրա հետ եւ դա ես զգացել եմ, ես տեսել եմ, ոչ թե զգացել եմ, այլ տեսել եմ, շոշափել եմ դա եւ մեր տանն էլ շատ հարցերում, չհերքելով եւ բոլորովին արժեքը չգցելով տղամարդու, պիտի ասեմ, այո, շատ հարցերում ես շատ ավելի ուժեղ եմ, քան Տիգրանը։ Որ հարցերում։ Շատ կենցաղային հարցերում, շատ նաև ինչու ոչ ստեղծագործության եւ թատրոնի հետ կապված հարցերում։ Ես կարող եմ դիմակայել, ես կարող եմ շատ ավելի պինդ լինել, մաշկս կարող է մի պահ հանկարծ այնպես պինդ դառնալ, որ ոչ մի կերպ չխոցվի եւ նույնիսկ այնքան պինդ դառնամ, որ կարողանամ ինչ որ հարցերում նույնիսկ Տիգրանին թիկունք լինել։ Սակայն ես կրկնում եմ, ինձ դուր է գալիս թույլ լինել, գաղտնիք որպես պիտի ասեմ, առաջին անգամ եմ ասում, ընդհանրապես մի քիչ թույլ տղամարդը ինձ դուր է գալիս։ Հիմա ինչպես կուզեք հասկացեք այդ թուլությունը, ես ձեզ չեմ կարող լիարժեք բացատրել, թե ես ինչ նկատի ունեմ թույլ տղամարդ ասելով։ Մենք հայկական իրականությունում ենք, որտեղ դա այդքան էլ տենց բան չի ընկալվում, սակայն ես չեմ վախենում դա ասելուց։ Ըստ էության, ըստիս, սիրելի տղամարդիկ, դուք բոլորդ եք թույլ, շատ հարցերում, եւ այդ թուլությունն է, որ գեղեցկացնում է ըստիս տղամարդուն։ Այդ թուլությունն է, որ տղամարդուն առանձնահատուկ շարմ է տալիս։ Պահեր, ոչ միշտ։ Իսկ այդ պահերը որոնք են, թույլ տվեք չկարողանալ բացատրել։ Ես նկատել եմ, որ առհասարակ գրեթե բոլոր հարցազրույցներում ձեր եւ Տիգրան Ներսիսյանի միությունը փորձում են ներկայացնել որպես օրինակելի եւ անհերքելի է, որ կարծում եմ, որ շատերի համար հենց դուք այդպեսին էլ կաք, բայց փորձում են լրագրողները հարցնել, որն է ձեր միության հաջողության բանաձևը։ Սակայն ես հարցին այլ տեսանկյունից եմ ցանկանում մոտենալ։ Ինձ հետաքրքիր է, որոնք են այն դժվարությունները, որոնց հաղթահարումից հետո դուք հասկացաք, որ իսկապես ձեր միությունը ավելի ուժեղ դարձավ։ Հիմա չեմ կարող հստակ ասել երբ, ինչպես, որտեղ, ինչից հետո կամ ինչից առաջ ձևավորվեց այսպես գնաց, այդպես ստացվեց, հասկանում եք, այդպես ստացվեց եւ շատ անգամներ ենք ես էլ Տիգրանն էլ նույն բանն ասել, որ այնուամենայնիվ մարդուն պետք է սիրել իր թերություններով հանդերձ։ Եվ եթե նույնիսկ դու կյանքում սխալվել ես, հանկարծ մի պահ հասկանում ես, որ դու սխալվել ես, դու քո մեջ պիտի փնտրես լուծումը, քո թերություններից պիտի մոտենաս դիմացինի թերություններին։ Մի պարզ պատճառ կա, մի պարզ բանաձև կա, եթե դա կարելի է բանաձև անվանել, մարդուն պիտի սիրես, եւ սիրես այնպեսին, ինչպեսին ինքը կա։ Դժվարություններ բոլորիս կյանքում են լինում, դերասանների կյանքում դրանք այսպես բան են, ցպնված են քո ճանապարհին եւ դրանք անverջ են։ Երբեմն անտանելի է, իհարկե, երբ եւ աշխատանքի վայրում նույն խնդիրներն են, եւ տուն ես գալիս այդ նույն խնդիրները ուզես թե չուզես քեզ հետ միասին ուսիդ դրած քաշ տալով գալիս ես։ Տիգրանի հետ առաջին անգամ չեմ ասում, ապահով է ապրելը։ Պաշտպանված եք դուք, հաճախ եք նշել։ Այդպես է, այդպիսին է Ներսիսյան Տիգրանը, այդպիսի մարդ է։ Ընդհանրապես ազնիվ մարդու հետ հեշտ է, որովհետև ինքն իր ընկալումներում, ինքն իր պայթյուններում ազնիվ է։ Իսկ ազնվությունը չգնահատելը եւ չսիրելը, ես կարծում եմ համարյա մեղք է։ Չափազանց է Տիգրանի մոտ ամեն բան, ծայրահեղ է ամեն բան, բայց ազնիվ է։ Այդ պորտկումները ազնիվ են եւ այդտեղ կարելի է զայրանալ, չընդունել, չհամաձայնել, վիճել եւ այդպիսի բաներ լինում են, խոսակցություններ, վեճեր, գորգորոցներ, հարցեր են լինում, որոնց շուրջ մենք մեծ պատերազմների ենք հասնում, հարցեր կան, որոնց շուրջ մենք նույն կարծիքի չենք երբևէ, սակայն այստեղ ոչ թե զիջողի դերում եմ, ես կարող եմ ասել պարզ ավելի միտքս ձևակերպելով ասեմ, որ ես կարող եմ ասել լավ, ուրեմն դու մնա քո տեսակետին, ես իմ տեսակետին, բայց ես քեզ հետ համաձայն չեմ։ Եվ մենք վերջացնենք։ Տարիների ընթացքում մենք հասել ենք դրան, որ գալիս ենք մի կետի, որտեղից ավել գնալը արդեն պատերազմական գործողություններ են, համարյա համաշխարհային է վերածվում, եւ այդտեղ վերջ ենք տալիս։ Եվ այդ վերջը, ստոպը, միշտ ես եմ տալիս։ Ավարտենք, թերթենք եւ նոր պատմություն
սկսենք նոր թեմայից խոսենք, նոր բանից գնանք, որովհետև այդպես իսկապես խայտարակության կհասնենք, այնպեսի պատերազմ կլինի։ Իսկ եղել է որ սահմանը անցել եք, այդ սահմանը ձեր չնշված։ Երբ հասկացել եք, որ իսկապես ամեն ինչը դուք միմյանց փորձում եք փոխել որոշակի առումով եւ այդ կարծիքների բախումը, ինչպես դուք համաշխարհային պատերազմը հենց ցանկություն կա դիմացինին փոխելու, խայտարակ բան պիտի ստացվի։ Ես դա տարիների ընթացքում հասկացել եմ, պետք չի որևէ մեկին փոխել եւ երբեք ես թույլ չեմ տա, որ որևէ մեկը փորձի ինձ փոխել։ Ես հիշում եմ, որ հենց այստեղ, երբ ես հյուրընկալել էի Տիգրան Ներսիսյանին, նա նշում էր, որ մենք խոսում ենք խանդից եւ նա նշում էր, որ խանդի պատճառով ձեր միության սկզբնական շրջանում նա արգելել էր ձեզ բեմ դուրս գալ եւ դուք համաձայնել եք։ Ինչ է ստացվում, դա չի ստացվում, որ նա փորձել էր որոշակի առումով ձեզ փոխել, թեպետ հետագայում խոստովանել էր, որ դա ընդհանրապես իր մոտ փուլ էր, նա փորձում էր որպես երիտասարդ տղա, իսկ դուք բավական երիտասարդ եք ամուսնացել, թե այն ժամանակվա համար, թե ներկայիս համար։ Ընդհանրապես, եթե չեմ սխալվում, 21 տարեկան եք։ Նա փորձում էր ինքնահաստատվել, փորձում էր հասկանալ դուք իրեն կլսեք, թե ոչ, բայց այնուամենայնիվ նա փորձում էր ձեզ փոխել։ Ես չեմ կարծում, որ դա փորձ էր ինձ փոխելու, սակայն գուցե ինքնահաստատման ինչ-որ մի բան էր։ Ես պաուզա էի վերցրել, դադար էի վերցրել եւ ինքնակամ էի դա վերցրել, ոչ թե պարտադրանք չկար, այդտեղ նաեւ կար պարտադրանք, բայց ես գնացի այդ պարտադրանքին, ես 21 տարեկան էի եւ խելքս այնքան էլ լավ ու արագ չէր աշխատում, ինչպես հիմա, ես հիմա շատ հաճախ եմ ասում, ոնց կուզեի այն տարիքում գոնե այսքան բան հասկանայի իմ շրջապատից, կյանքից ու ընդհանրապես այս աշխարհից, սակայն գուցե բնազդաբար այդ պահին պաուզա վերցրեցի։ Ես գիտեի, որ ինչ որ բան պիտի փոխվի։ Դուք գիտեիք, որ դա դադար է ընդհանրապես։ Այո, ես վստահ եի եւ մտածում եի, եթե այսպես շարունակվի եւ ինձ անտանելի լինի, ինչ որ բան նաեւ իմ կյանքում կփոխվի, մեր կյանքում կփոխվի։ Ես այդպես էի մտածում։ Բարեբախտաբար ես մի քանի անգամ եմ ասել, սկեսուրս էլ էստեղ շատ կարեւոր դերակատարություն ունեցավ եւ այդ բանը կոտրվեց։ Եվ հետո երբ Տիգրանը խոստովանեց, որ դա ընդհանրապես ինքնահաստատման մի կապրիզ էր, հետո 21 տարեկան երիտասարդից չի կարելի շատ բան պահանջել։ Իհարկե ես դա հիմա եմ հասկանում։ Բայց այդ շրջանում դուք էլ եք 21 տարեկան։ Իհարկե ես էլ էի 21 տարեկան, իմ մեջ էլ էր եռում։ Հետո ես վերջապես նկարահանվել էի արդեն ֆիլմում, ինձ արդեն ճանաչում էին դրսում։ Գիտեք այնքան դժվար բան է, երբ քեզ արդեն դրսում ճանաչում են, քեզ սիրո արտահայտություններ են անում, որ դու լավն ես, որ քեզ սիրում ենք։ Ֆիլմը շատ հաջողություններ ունեցել եւ այդ դաթարը, որ ես մնացել էի տանը, իհարկե սպանիչ էր։ Իհարկե կեղեքող էր, բայց ես ինչ որ միտեղ էստեղ վստահ էի, որ դա պիտի ավարտվի, որ այսպես չի վերջանալու։ Վստահ եք, թե հույս ունեիք ընդհանրապես։ Օ, գուցե հույս ունեի եւ այդ պահին ինձ թվում էր, որ ես վստահ եմ։ Նորից եմ ասում, որ խելքս այդքան երևի չէր հասնում։ Եթե ես հիմա այս տարիքում լինեի եւ ինձ որևէ մեկը այսպեսի բան ասի, ես միանգամից ընդհանրապես ես փորձում եմ այդպես ապրել, միանգամից ոչ չասել։ Ինչով է, ես կարծում եմ, որ որոշակի առումով Տիգրան Ներսիսյանը իրեն ապահովագրեց, որովհետև թույլ տալով ձեզ կրկին բեմում լինել, թեկուզ դա եղել է ձեր սկեսրոջ միջամտությամբ, այնուամենայնիվ դուք մեկ անգամ այս առիթով նշել եք հետևյալը. Եթե դերասանուհի չլինեի, արդյոք կհանդուրժեի իմ ամուսնու մասնագիտությունը։ Համբերությունը պետք, խորը մտքի աշխատանք պետք է ունենաս եւ գիտակցես, որ դա քո ամուսնու աշխատանքն է։ Երևի հենց դրա համար է, որ շատ դերասանների կյանքը չի ստացվել ընդհանրապես։ Մեկ բան է գիտակցելը, երբ դու հասկանում ես մասնագիտական նրբությունները, բայց չէ որ այստեղ կա նաև սրտի գործոնը։ Ինչ անել այդ ներքին բախման հետ։ Երբ երիտասարդ էի, դա շատ ավելի բարդ էր ինձ համար։ Որովհետև դու էմոցիաներ ունես, զգացումներ ունես, զգացմունքներ ունես եւ խանդի զգացումը դա բնական բան է եւ մեկի մոտ շատ է, մեկի մոտ քիչ է, մեկի մոտ վառ արտահայտված է, մյուսի մոտ բարեբախտաբար կամ ցավոք սրտի քնած է եւ որևէ մեկին ով դերասանուհի չէ, խորհուրդ եմ տալիս երկար մտածել, հետո նոր դերասանի հետ կապել իր կյանքը, որովհետեւ դա կարող է տանջալի լինել եւ կեղեքող լինել, եւ հոգիդ կեղեքի, եւ միտքդ կեղեքի, որովհետեւ դերասանական աշխարհը սա մի ուրիշ աշխարհ է, որտեղ բարեբախտաբար թե ցավոք սրտի, չգիտեմ ում համար ինչպես հարմար է, այլ կանոններ են նաեւ գործում։ Եթե դերասանն իսկապես արվեստ
արվեստագետ է եւ նվիրված է իր գործին, սա անverջ պրպտումներ են, անverջ տանջանքներ են, հիասթափություններ են, ուրախություններ են, հաղթանակներ են, որի տակել են երբեմն դերասանները, մնում շատ դժվար է նաեւ հաղթանակը տանել, հարմարվել այդ հաղթանակի հետ։ Այս պոպուլյար լինելը բարդ բան է, երբ քեզ ճանաչում են, սիրում են, քեզ հետևում են, դրա տակ, ինչքան դերասաններ են մնում։ Դուք այդ ունեցել եք ձեր ընտանիքում, երբ հայտնիությունը չափից ավելի շատ է եղել։ Ոչ, ասեմ ձեզ ինչու, որովհետև նախ գաղտնիք չի, որ Բաբկեն Պաղլիչը Տիգրանի հայրը մեծ վարպետ է եղել եւ այդպիսի սիրելի դերասան լինել քչերին է տրված եղել եւ Տիգրանն իր կյանքում դա տեսել է իր աչքի առաջ, իր տանը շոշափելի է եղել եւ գիտեք ինչ հիմարություն կլինի այդպիսի ընտանիքում մեծանալ եւ հանկարծ դրանից հիվանդանալը, որովհետեւ Տեր Աստված այնինչ եղել է Բաբկեն Պաղլիչի կյանքում եւ պատմում են եւ սկեսուրս էր պատմում, դա Աստված որևէ մի արվեստագետի ու դերասանի կյանքում էլ դա տեղի ունենա, այդպիսի սեր զգա հանդիսատեսի կողմից գիշերային հերթեր, որպեսզի տոմս ձեռք բերեն եւ Բաբկեն Պաղլիչին բեմում տեսնել։ Իսկ ես բնությունից, հիմա ձեզ ասեմ, ես բնությունից փառք Աստծո, ես այնքան շնորհակալ եմ Տիրոջը, որ այդ բանը իմ մեջ դրված է։ Դա գուցե իմ ծնողներից է գալիս։ Ինձ երբեք առանձնապես չի հուզել այն փաստը ինձ ճանաչում են, թե չեն ճանաչում։ Եթե հիմա այս պահին որևէ մեկին թվում է, որ ես եթևեթում եմ էկրանի այն կողմում, ես ուզում հավաստիացնել, որ եթևեթանքի նշույլ իսկ չունեմ։ Ինձ համար ըստ էության առանձնապես դա չի գործում։ Հետաքրքիր է։ Ձեզ հավատացնում եմ։ Եվ եթե դու հանկարծ կարողանում ես հասնել դրան, ունենալ դա քո մեջ, դու շատ ավելի հանգիստ ես ապրում։ Տիկին Հայրյան, բայց չէ՞ որ Իմ շրջապատը դա պիտի հաստատի։ Ես հավատում եմ իհարկե դες, բայց չէ՞ որ ճանաչումը ձեր գործի մի մասն է։ Այո, մի մասն է։ Ոչ այնքան լավ մասն է, ես ձեզ ասեմ։ Անկեղծ ձեզ ասեմ, դա ոչ այնքան լավ մասն է, եթե դու մի մարդ ես, ում առանձնապես դա չի հուզում։ Գիտեք ինչ, միշտ երբ քեզ ճանաչում են, դու միշտ պիտի բանի մեջ լինես, քո պահվածքը, քո մնացյալ բաները միշտ պետք է այնպեսին լինեն, ինչպեսին դուր է գալիս հասարակությանը, դա տանջալի բան է, սիրելիս, շատ տանջալի բան է։ Իսկ ես սիրում եմ հանգիստ ապրել։ Հանգիստ եմ սիրում ապրել։ Ես իմ դրսևորումներում հանգիստ եմ։ Ես իմ ընկերուհիները մեծ մասամբ դրանք արվեստի մարդիկ չեն, շոու բիզնեսի մարդիկ չեն, հասարակությանը ծանոթ մարդիկ չեն։ Դրանք սովորական մարդիկ են, ում հետ ես հիասքանչ ժամանակ եմ անցկացնում, ում հետ ես ինձ լավ եմ զգում։ Ես սիրում եմ ընդհանուր առմամբ, եթե ինձ ճանաչողներ ինձ փողոցում տեսնեն, մարդիկ ես շատ հաճախ եմ լինում փողոցում, պիտի տեսնեմ, որ ես միշտ չէ, որ միշտ բանի մեջ եմ, ֆորմայի մեջ եմ, ես ինձ թույլ եմ տալիս նման բաներ, թույլ եմ տալիս, ես հանգիստ եմ սիրում ապրել, եւ ինձ դուր է գալիս, չեմ չափազանցնում, երբեմն ստվերում լինել։ Ինձ այդպես հաճելի է, ինձ այդպես հարմարավետ է եւ ինձ այդպես հանգիստ է։ Ես հանգիստ մարդ եմ, ես հանգստություն եմ սիրում։ Ես իմ հոգեկան հանգստությունն եմ սիրում եւ սիրում եմ, երբ իմ շրջապատում հանգստություն է տիրում։ Պարզապես դուք սիրում եք մարդկանց ընկալել եւ սիրել այնպեսին, ինչպեսին իրենք կան, եւ նույնն էլ ցանկանում եք ձեր պարագայում լինի, իսկ հայտնիության դեպքում միշտ չէ որ դա հնարավոր է։ Սակայն Տիկին Խարանյան, մեկ հարց այս առիթով։ Դուք վերջերս նշել եք, որ եթե անհրաժեշտություն լինի, դուք կարող եք ամեն ինչից հրաժարվել։ Խոսքը մասնագիտության մասին է։ Կարող եք հրաժարվել բեմից, որովհետեւ ավելորդ ծափերի եւ քիչ առաջ էլ նշեցիք ուշադրության կարիք չունեք։ Որոշակի առումով ամփոփելով այս խոսակցությունը մենք կարող ենք ասել, որ դուք ընդամենը հոգնել եք այդ ամենից։ Ոչ։ Ես վերջերս շատ եմ ասում դրա մասին։ Ինձ Տիգրան նույնիսկ նկատողություն արեց, ասեց շատ ես դրա մասին խոսում, արդեն անտանելի է դա դառնում։ Եթե հանկարծ ինձ մոտ գլխումս այսպես եղավ, ես կարող եմ եւ թողնել իմ մասնագիտությունը։ Ես կարճած չեմ նրանից։ Ես սիրում եմ լինել այնտեղ,
իր կյանքում։ Եթե դու այդտեղ փնթի ես, ուրեմն դու ընդհանրապես փնթի ես, եւ քո նկատմամբ, եւ ամեն ինչի նկատմամբ։ Չգիտեմ, եթե կարողացա բացատրել ասել, ես ուզում եմ, որ երիտասարդները, որ այսօր պիտի ընտանիք կազմեն, պիտի մասնագիտություն ընտրեն, պիտի գնան առաջ, պիտի շարունակեն ապրել մեզանում, մեր երկրում, մեր հայրենիքում, սիրեն սա սիրեն, այստեղը սիրեն, հա, այստեղ սիրեն, այստեղ մնան, որովհետև այնքան շատ բան ա արվել շատերի կողմից, պետք է դա շարունակել։ Չգիտեմ ոնց, ամեն մարդ իր տեղում, մեկը իր մեխը խփելով, այն մյուսը մի բան անելով, բայց այստեղ մնանք, փորձենք, որ լավ լինի։ Փորձենք ոչ թե հարմարվել, այլ մի բան փոխել ու առաջ գնալ։ Մանր բաներ անելով, հետո մեծը կունենանք։ Այդպես, եթե հնարավոր է։ Շատ շնորհակալ եմ այս Ես եմ շնորհակալ։ Ես կարծում եմ, որ շատերը այս զրույցից հետո թերևս ես դեռ երկար մտածելու առիթ եմ ունենալու։ Ես հուսամ, որ մեր զրույցը պիտի բարի բան թողնի ձեր մեջ, հանգստացնի ձեզ, ձեր նյարդերը, ձեզ պիտի ինչ-որ բարի լիցքեր տա։ Միանշանակ դա այդպես է, շնորհակալ եմ ևս մեկ անգամ։ Եվ վերջում նկարահանման նեջեկթելու համար շնորհակալություն եմ հայտնում Արամի 42 կոտորակ 1 հասցեում գործող նավավար ձկնալի ըմպելալանին։ Իսկի Մարտեկին տեսքի համար շնորհակալություն ստուդիո 212 էսթետիկայի եւ գեղեցկության սրահին։ Հասցե Թումանյան 12 կոտորակ 1 կհանդիպենք։ Հաղորդման գլխավոր հովանավորն է asecose.am կայքը։ Հաղորդման գործընկեր նավավար ձկնալի ըմպելարան, հասցե Արամի 42 կոտորակ 1, առաջին հարկ, իսկական նավահանգստային միջավայր Լեռներում։ Հաղորդման գործընկեր Ժան-Պոլ էգզիստենցիալ սրճարան, հասցե Արամի 42 կոտորակ 1 երկրորդ հարկ, վայր որտեղ գերակա է զրույցը, որտեղ արվեստն ու չարվեստը թափառում են սենյակից սենյակ։